Լրագրողների ազգային ժողովում իրականացրած ակցիան լիովին օրինական էր, այն միտված էր իրենց իրավունքների պաշտպանությանը, իսկ անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների կողմից նրանց հեռացումը բացահայտ ոտնահարում։ Այս մասին իր Facebook-յան էջում գրում է Հայաստանի նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա ընդգծում է, որ ազգային ժողովի օթյակները նախատեսված են հենց լրագրողների աշխատանքի համար, հետևաբար նրանց այնտեղից հեռացնելու իրավական հիմք չուներ եւ նպատակ ուներ արգելափակել նրանց մասնագիտական գործունեությունը։ Օթյակները ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար եւ նրանց այդտեղից հեռացնելը ոչ միայն անօրինական է, այլ նաեւ նրանց մասնագիտական աշխատանքի արգելափակում, հանուն ԿՊ քաղաքական շահերի, նշել է Թաթոյանը։ Նախկին ՄԻՊ-ը նաև քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը, ըստ որի անվտանգության աշխատակիցներն օգտագործվում են քաղաքական շահերի սպասարկման համար։ ԿՊ-ն անվտանգության քողի տակ օգտագործում է անվտանգության աշխատակիցներին իր շահերի պաշտպանության համար։ Թաթոյանը հայտնել է իր լիարժեք աջակցությունը լրագրողներին, շեշտելով, որ նրանք պարզապես փորձել են պաշտպանել իրենց իրավունքները։ Նշենք, որ ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը բուռն քննադատումների առիթ է դարձել թե քաղաքական, թե լրագրողական շրջանակներում։